Տարեսկզբից հասարակական լայն քննարկման թեմա է դարձել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի նույնիսկ եթե թոշակներն ավելացնեն 20,000 դրամով, դա չի լուծի մարդկանց սոցիալական խնդիրները։ Վարչապետի խոսքով այդ գումարը հիմնականում կուղղվի կոմունալ ծախսերին, մասնավորապես ջեռուցմանը, սակայն նույնիսկ այդ պարագայում բնակարանները լիարժեք չեն տաքանա։ Այս հայտարարությունը տարբեր արձագանքների տեղիք է տվել հատկապես թոշակառուների եւ սոցիալապես անապահով խաղի շրջանում։ 2023 թվականի պաշտոնական տվյալներով տարեցտարի նվազում է թոշակառուների ընտանիքներում սպառված սննդի կալորիականությունը, այն այժմ միջինը 1700 էլ չի կազմում, իսկ 2021-ին 1900-ի մոտ էր։ Armenia Today-ը հարցում է իրականացրել մայրաքաղաքում քաղաքացիներից հետաքրքրվել, ինչ կարծիք ունեն Փաշինյանի հայտարարության վերաբերյալ։ Մարդկա նայց ինչքան է ծախսում 20,000 էլ այսօր քիչ փող չէ, էլի մանավանդ թոշակների համար։ Ոնց կարա չօգնի 20,000-ը, եթե 20,000-ը գումար է, թոշակառուի համար մեծ գումար է, ոնց կարող է չօգնի։ Ինքը ասում է, եթե 20,000 ավելացնենք, այն ժամանակ հոսանքի համար էներգիա կծախսին կդառնա 35։ Չեմ հասկանում, օդի մեջ է լինելու, ես չհասկացա իր այդ ասածը, ճիշտն ասած։ Պետք է բարձրացնեն թոշակները։ Դե չէ, կարելի է տենց խեղճուկ ապրել, իրանք թող լավ ապրեն, իրանք էլ խեղճ ապրեն։ Իրանց համար այդ թոշակը 50,000-ը 1 րոպեի ծախս է, իսկ թոշակառուն 30 օր դրանով ապրում է ու կոպեկները հաշվելով, չգիտեմ։ Եթե իրանց համար դա նորմալ է, իրանք թող հասկանան, որ նա նորմալ է։ Չեմ բարձրացնում, մի այլ խնդիր է, շատ վատ է, որ չեմ բարձրացնում։ Բայց թոշակառուների խնդիրները ինչ որ ձևով կլուծվի, որովհետև շատ ցածր է թոշակառուն վարձատրվում։ Ճիշտ ասած, ես թոշակ չեմ ստանում, դեռ թոշակառու չեմ, բայց շատ քիչ է, շատ ոչ բավարար գումար են ստանում թոշակառուները, որ կարողանան յոլա գնան կոպիտ ասած։ Բավականին կլուծվեն, ինչի՞ չէ։ Ասում չեն լուծվի, դրա համար էլ չեն բարձրացնում։ Կլուծվեն, ասես ջան։ 1000 դրամ էլ որ ավելացնի, էլի բան է։ Բայց ճիշտ է ասում։ 20,000-ով ինչ խնդիր պետք է լուծվի։ Վառելիքի, ուտելու, ինչի՞ ճիշտ է ասում ինքը։ Որ բարձրանա, բարգեւավճարներով ամեն ինչով, թոշակառուին կարա առանց ուտել ապրի, դառնա մումիա վերջում։ Ճիշտ է ասում։ Ես Փաշինյանին չեմ պաշտպանում, բայց ճիշտ ասում։ Ես ինչ կա, որօրինել թոշակը նորմալ է։ Եթե մի քիչ խելոք ծախսել, всё, ուրիշ հարց չկա։ Ճիշտ է ասում ամեն ինչը, ինչը ինքը ինչ ասում է, ճիշտ է ասում։ Դե թոշակները ստանում ենք, հավելավճարել ենք ստանում, շատ գոհ ենք, որովհետև ինչքան պետք է ինքը ավելացնի, օրինակ իմ թոշակը, ես լրիվ ծախսում եմ 5,600 դրամ հավելավճար է գալիս, ինչքան ինքը ավելացնի, որ բոլորին է բավարար, 5,000-ով նա երբեք չի կարա թոշակ բարձրացնի։ Ասում 20,000 էլ բարձրացնենք, մեկ է Միևնույնն է, ճիշտ է ինքը ասում։ Որտե սա Հայաստանը ծերանոց է, դուք չեք զգում, սա ջահելները գնացել են, սա ծերերս մնացել են, ծերանոց է, ինչքան էլ ավելացնի միևնույնն է։ Չի հերիքի ձեզ։ 20,000-ով, իհարկե չի հեր, հա, հիմա կհերիքի, որովհետև ես բան եմ ստացել, ոյ, ստրախովկա, անվճար ես գնում եմ արդեն բուժվելու, հիմա մեծ օպերացիա ունեմ, մեծ և թանգանոց, և հիմա գնալու եմ ես այդ օպերացիան անվճար անեմ, ինձ այս են շնորհակալ եմ, 3 հատ ստենտ պետք է դնեն, ինձ որտեղից այդքան փող։ Ոնց վարչապետ դնենց է մտածում է էլի։ 20,000 դրամ շատ քիչ է։ Քուրիջան, բանից, Պրիբալտիկայից, Լիտվայից տուրիստեր եկել, ասում մինիմալ աշխատավարձերը 600 եվրո են, մինիմալ աշխատավարձերը։ Մենակ բենզինն է թանկ։ Ու մեկն էլ եկել էր Էմիրատներից, ասում ուղղք չգիտեն, բայց նավթի անկեր ունեն։ Հիմա սահմանափակ ռեսուրսներով Հայաստանն է։ 20,000 դրամ, եթե թոշակը բարձրացնի։ Սահմանափակ ռեսուրսներով Հայաստանն է։ Եկամուտ որտեղից պիտի լսի պետբյուջե, որ բերի քեզ տա։ Ուղղակի չեմ ուզում պատասխանել, որ ներքին աշխարհս չխառնեմ։ Ինչի չի լուծվի, ինչի համար չի լուծվի։ Հիմա այդ թոշակառուներին, որ հետվճարային գումար են տալիս, ու մենք պետք է գումար չհանենք քարտից, ու այնտեղ վճարումներ կա, որ ասում են հոսանքի, գազի վճարումները պետք է դրանով չլինի։ Ինչով մուծենք։ Ես մենակ եմ, ինչով մուծեմ։ Ինչ որ ասում է սուտ ասում։
Այդպես բաներ չի լինում։ Քաղաքացի իրանց խնդիրը դլուծեն, թող մեր խնդիրը ինչ լուծեն, որ իրանք իրանց խնդիրն են լուծում, միլիոններով, բաներով դրել են տակները նստում են վերել։ Իսկ բանը թոշակառուն ինչ պետք է անի։ Ոչ մի բան։ Այն գյուղացի թոշակառուն պետք է քարտով որտեղից առևտուր անի։ Այդքան բանը մտածել են իրանք։ Փաշինյանը մենակ ինչ ուզում անում է իրանց համար անում, իրանց են թայֆի համար, իրանց են 7 բաները այդ կղերականները որ հավաքել է կողքը, մեկը ես իմ ինչ ձևի, մեկը գեյ, մեկը ես իմ միլիոնատեր, մեկը գողական, այն որ մի ժամանակ դրանց ես իմ ինչ էր անում, փնովում էր ինչ էր բան, հիմա ոչ մի բան։ Այդ բերլա կողքը նստացրել է, այդ ինչ Ես է մեր երկրի վիճակը, ինչ ղեկավար ունենք, մենք էլ սենց պետք է ապրենք, էլի։ Չէ, լավ է կլուծվի։ Դրա համար չեմ բարձրացնում։ Դե ինքը տես հասկացար, ես ձեռը որ սենց եմ անում, տարածա էլի, ուրիշ։ Այ աղջիկյան, թոշակը 20,000, 10,000-ը։ Ինչի՞ չէ, մենակ են ուտելիքի փողը, բանը, դրա մի 20%-ը դուրս կգա, ինչի՞ չէ։ Ինքը որ բանեղներ իրացանողների մասին տենց կմտածեր, առոք, փառոք իրա համար, ուրիշ շատ բան կա ասելու, բայց չարժի։ Այդ ավելի բարձրացնի, ինչ կլինի։ Ասում ձեր խնդիրները չեն լուծվի, դրա համար չեն բարձրացնում։ Հա, вообще խնդիրները, դա շատ բան հարց է։ Թոշակները պետք է հասնենք դեպի մի 100,000-ի մոտիկ։ Նոր կարող է լուծել բոլոր հարցերը։ 100,000-ով կարող է թոշակառուն ապրել մեկ ամիս։ Թոշակառուն կարող է ապրի, բայց աշխատավորը չէ։ Բոլոր խնդիրները, որ մեր մասը, ասենք, համատարած է, ես կարծում եմ, եթե դա առաջնային լինի, եթե դա սրված լինի, հա, այդ բոլորը կհասնեն մեր վարչապետին։ Ես առայժմս ոչինչ չեմ կարող ասել։ 20,000 դրամով եթե թոշակները բարձրացնեն, չի լուծվի ինչ-որ խնդիր թոշակառուների։ Դա բարեկեցության համար իհարկե մեկ այլ առաջ է։ Իսկ ուրիշ խնդիրներ ամեն մեկը լինելով հասարակության փոքր մարմին, մասնիկ ինքը պետք է հասկանա իրան ինչ է պետք։ Առաջին աշխատանք։ Իսկ թոշակառուները կարծում եմ առաջինը պետք է հետևեն իրենց առողջությանը, իսկ առողջության ինչ որ մի տեղ, այսինքն ֆիթնես կամ ինչ որ մի տեղ զբաղվելու, հաճախելու համար այդ գումարը կարծում եմ իր տեղը կգրավի։ Առողջության համար իհարկե կլուծի։ Նաև սնունդը կարծում եմ։ Գիտեք ինչպես, առողջություն ասելով ես հասկանում եմ տարբեր հասակ ունի իր առանձնահատկությունը։ Սնունդը, ջուրը, քունը եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դա առաջի հարթակն է, որ ցանկացած ոք լինի դա թոշակառու թե երիտասարդ պետք է հոգա իր համար։ Այդպիսի գումարը, եթե այսպես ասած վարչապետը որոշել է, կարծում եմ ված չի լինի։ Եթե բարձրացնենք, մեկը չի լուծվի այդ խնդիրը, դրա համար չենք բարձր։ Եկեք խնդիրներ լուծելու տակ ժամանակ։ Հնարավոր չէ խնդիրը այս պահին լուծվի։ Ցանկացած խնդիր պետք է ունենա որոշակի ժամանակահատված, 5 տարի, 10 տարի եւ ավելի։ Բոլոր խնդիրները լուծելու համար պետք է հատված լուծել։ Այդ դեպքում կլուծվի։ Ոչ թե այսօր այս պահին, այլ որոշակի ժամանակահատված տանք։ 5 տարվա եւ 10 տարվա կտրվածքով։ Լավ, առողջ եղեք, սերսեն ձեզ։ Ինչ կարող եմ ասել, եթե ինքը տենց է մտածում, ոնց կարող է 20-ը, այո, բավականին քիչ է, ավելի շատ պետք է բարձրացնի, որտեղ այսօր 36,000-ով չի կարա թոշակառուն երբեք ապրի։ Մենակ 50,000 կոմունալ է գալիս եւ եթե ոչ ավել։ Թող ինքը մեր տեղը, մեր թոշակը ստանա ու տեսնի իրան բավականացնում է թե չէ։ Ինչ ունեք ասելու։ Մնացած արդեն թող իրանց խղճին ավելացնեն գումարը, եթե խիղճ ունեն։ Մարդ մենակ ապրում, ոնց կար ապրի 36,000-ով։ Թող վերևի Աստվածը տեսնի այդ ամենը։ Ինքը խիղճ պիտի ունենա ու բավականին բարձրացնի, ոչ թե 20,000-ով, այլ մի 40,000-ով պիտի ավելացնի։ Գոնե 80,000 մարդիկ ստանան գոնե հաց առնեն ուտեն։ Ճիշտ է ասում, քաղաքացիների խնդիրը ինքն է այդ խնդիրը, որ լուծվի, մնացածը կլուծվի։ 20,000 դրամով եթե բարձրացնեն, թոշակառուն կարող է ապրել։ Բայց մի քիչ ավելի լավ կապրի, քան այսօր։